Ողջույն, այսօր մեր 12-րդ դասն է, անցնում ենք 24 և 25-րդ էջերին։ Այսօր կանցնենք new time signature, այսինքն նոր չափման միավոր, դա 3 քառորդն է լինելու։ Մինչ այժմ անցել էինք 4 քառորդ, 4 տևողություն, իսկ այսօր ռիթմային փոփոխություն է տեղի ունենում 3 քառորդ, 1, 2, 3, սա է լինելու հաշիվը։ Ուրեմն արդեն գիտենք վերևի մեր թիվը, դա մեզ խորհրդանշում է, նշանակում է 3 beats to each measure, այսինքն 3 հարված ամեն մի տակտում։ Իսկ ներքևի թվանշանը մեզ հուշում է a quarter note gets 1 beat, այսինքն մեր կվարտ նոտան, այդ 1 քառորդ նոտան ստանում է 1 հարված, այսինքն դա է տիրակալը այդ հարվածի։ Իսկ կողքը արդեն տեսնում ենք վանդակի մեջ մեր վարդագույն նոր կանոն a dotted half note gets 3 counts, այսինքն նոր կետով նոտա ենք անցնելու, որը համարժեքի 3-ի։ Մենք մինչ այժմ անցել էինք, օրինակ մեր կվարտ նոտան, քառորդ նոտան, որ համարժեք է 1-ի և նրան համարժեք դադարի նշանն է։ Անցել էինք նաև մեր half note, այսինքն կես նոտան 2 քառորդը, որի համարժեքն է 2-ը և նրան համարժեք այս գծի վրա նստած դադարը։ Հետո արդեն մենք գիտեինք ամբողջ նոտան, որը որ 4-ին է համարժեք և նրա դադարը, իսկ այսօր անցնում ենք գլխավոր մեր թեման է կետով կես նոտան, 2 քառորդ նոտան, որը համարժեք է 3-ի և այդ պաուզաները, տեսեք դադարները օգտագործելու ենք կես նոտայի դադարը և գումարած արդեն 1, այս քառորդ նոտայի դադարը միասին անում է 3 իհարկե։ Սա է լինելու մեր գլխավոր թեման այսօր և ինչ է ուզում ասում է 2 counts for the half note, այսինքն 2 հաշիվը դա այս կես նոտայի համար է, իսկ ընդեղ plus 1 count for the dot, այսինքն և գումարած այս 1 քառորդը կետի համար արդեն։ Մեր այս կետը կիսով չափ ավելացնում է, օրինակ եթե մենք ունենք այստեղ 2, 2-ի կեսը դա 1-ն է, 1-ը հենց այս կետն է համարվում, որը որ ավելանում է, դառնում է 3, 2-ին գումարած 1 անում է 3։ Մենք արդեն այստեղ նույնպես մետրերով ենք հաշվել, օրինակ մետրը, ասենք 1 մետրը բաժանել ենք 4 մասի, սա էլ այստեղ արդեն մենք բաժանել ենք ամբողջը 4 մասի, առաջի քառորդը, երկրորդ քառորդը, երրորդը և չորրորդը, արդեն 4 քառորդի կեսը գիտենք, որ կեսը, այստեղ արդեն կես նոտան է համարվում, երրորդ քառորդը արդեն իմացանք, որ մեր կես նոտան կետով, սա այս սիմվոլն ենք արդեն օգտագործելու, ժամացույցի ձևով էլ ենք տվել, արդեն որ այստեղ ունենք ամբողջ, սա մեր ամբողջ ժամացույցն է, հետո արդեն առաջի քառորդն է պտտվում, երկրորդ, երրորդը արդեն այստեղ ենք գտնելու ու չորրորդը։ Կարող ենք նաև արդեն գումարային տեսքով, օրինակ 4 եվրոն ամբողջն է մեր, 2 եվրոն կեսն է, հետո գալիս է 1 եվրոն դա մեր քառորդը, հետո 3 եվրոն արդեն համարժեք է այս կես նոտան կետով, սա էլ արդեն 3-ին համարժեք է։ Կարող ենք արդեն կետը ոնց ենք գտնում, օրինակ 4-ի կեսը դա 2-ն է, 2-ի կեսը 1-ն է, 1-ի կեսը դա 1 եվրոյի կեսը 50 ցենտն է ասենք, հետո 6-ի կեսը 3-ն է, և այդպես արդեն եթե 6-ը հաշիվն է, 3-ը ավելանում է, դառնում է 9 հաշիվ, այսպես արդեն պետք է մենք սովորենք, քիչ-քիչ կկրկնենք և մինչև այն կամրապնդվի։ Անցնենք առաջ։ Տեսեք, այստեղ գրված է, որ պետք է մենք էլի clap or tick the following rhythm, clap once for each note, counting aloud, այսինքն տեսեք, այստեղ ասում է պետք է տիկ-տիկ, տիկ-տկացնեք,
եւ այս ռիթմին հետեւել եւ այն պետք է ամեն մի նոտայի ժամանակ մեկ անգամ հարվածել եւ հաշվել այն հետ։ Տեսնում ենք 3-4 քառորդ այս մեր չափն է 1 2 3 1 2 3 մեր նոր կանոնը, մեր նոր սովորած այս սիմվոլն է, հետո 1 2 3 1 2 3 տեսնում եք արդեն սրանք համարժեք են, այստեղ արդեն 3 անգամ պետք է նվագել նոտաները, իսկ այստեղ մի անգամ ենք նվագում եւ հաշվում ենք երկար 3 տևողություն պահվում է, վայրկյան 1 2 3 այսպես եւ այստեղ արդեն ռակետների մասին է, հրթիռների մասին է այս երգը, փոքրիկ ստեղծագործությունը, պետք է արդեն նորից էլի անալիզ արվի, 3 քառորդում է գտնվում։ Առաջին տողը, ինչպես տեսնում ենք, ֆորտեյով է սկսվում, հա, այն պետք է նվագել ավելի բարձր, իսկ երկրորդ տողը տեսնում ենք արդեն, որ պիանո է, մեղմ պետք է նվագել, տեսնում ենք մեր ակորդները նորից նույնությամբ տրված է, այստեղ մատերի համարներն են դրված, էլի մեր դիրքը պետք է պահպանենք, օրինակ սեյ պոզիցիայում է, այստեղ նորից կենտրոնը, հա, դո դիրքում են գտնվում, ձախը կենտրոն ներքև պետք է վերցնենք 5-րդ մատով, այստեղ տեսնում ենք մեր ակորդները, բայց կտրված, հա, կոտրված ակորդներն են սրանք, օրինակ հիմա մենք ունենք այստեղ մեր հարմոնիա ակորդը, դո մի սոլ, իսկ այստեղ արդեն այն կոտրված է, դո մի սոլ արպեջիոյի տեսքով է տրված, իրար հետևից պետք է նվագենք ու 3 քառորդ, տեսեք 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3-ը պաուզա, արդեն պետք է բարձրացնենք ձեռքը, որպեսզի պատրաստենք հաջորդին վերցնելու։ Եվ այստեղ տեսեք արդեն մեր երկու ակորդներ է գլխավոր, G7, հա, այդ սոլ սեպտիմ ակորդն է եւ դո ակորդն է, որ պետք է վերցնենք, արդեն հեշտ է, մենք սա արդեն սովորել ենք, որ մեր 5-րդ մատը պետք է ձգենք դեպի ներքև, իսկ այստեղ արդեն սովորական մեր դո ակորդն ենք վերցնելու։ Նույնությամբ արդեն երկրորդ տողում հնգագծի, այստեղ նույնպես գտնվում է մեր G7-ը, հետո էլ արդեն C, այսինքն դո ակորդն է գտնվում։ Հիմա տեսնենք, երգը օրինակ ռակետների հրթիռների մասին է, որ ասում է rockets go up and they land on the moon, հետո ասում է rockets will travel to other worlds soon։ Այսինքն ուզում ասի, որ ռակետները դրանք բարձրանում են վերև եւ նրանք իջնում են լուսնի վրա, հա, լանդեն, հետո արդեն նրանք արդեն կգնան ուրիշ ավելի երկրներ, ավելի ուրիշ աշխարհ կհասնեն, այսպիսի ինչ-որ մի երկի մասին է, և սա արդեն նվագելիս այստեղ տակը, որ երկար է, որ շատ չտևի, ինչի մասին է, ես արդեն կարդացել եմ, որ պետք է այն նվագել և այստեղ, որ պաուզա դադար է դրված, պետք է արդեն պատրաստել ձեռքը մեկ դիրք վերև, արդեն կարող ենք նվագել, հետո արդեն երկրորդ անգամ նվագելուց պետք է սա մեկ օկտավ, մեկ դիրք վերև, սա երկու դիրք վերև, այսպես սա կլինի վարժանք, որպեսզի մենք կարողանանք այն արդեն մեր ձեռքերը տեղաշարժենք, օկտավ վերև կարողանանք տեղաշարժենք, հիմա կնվագեմ, կտեսնենք, իսկ այստեղ արդեն հիմա ես դանդաղ կնվագեմ, դուք արդեն ձախ ձեռքը և այս ձեռքը դիրքավորեք, այստեղ ձախը կսկսվի դո մի սոլ, այստեղ էլ դո մի սոլ, ֆա մի ռե դո, այսպես արդեն հիմա ես փորձեմ դանդաղ դիրքավորում ենք, հաշվելով արդեն, հա, մատները դուք արդեն ինքներդ կտեսնեք, կավելացնեք, իսկ ես արդեն հաշվելով նվագեմ, սա 3 քառորդ է, հաշվելու ենք 1, 2, 3, 1, 2, 3, 1, 2, 3, 1, 2, 3, 1, 2, 3, պաուզա, 1, 2, 3, 1, 2, 3, 1, 2, 3, 1, 2, 3,
Սա է, իսկ ասենք արդեն, որ ձեր վարժանքի համար, որ ֆուգը ասենք սովորեք, պետք է փոքր ինչ արդեն, որ արագ վերցնում եք, օրինակ այսպես հետո երկրորդ արդեն կարող եք այսպես վերցնել այսինքն քիչ-քիչ բարձրացավ վերև, այդ դիրքերը, հա, այդ օկտավաները քիչ-քիչ բարձրանում է վերև, ու ինքը ոնց որ ավելի վարժանք, ինչի համար է այդ դադարը, հա, դադարը տրված է, որպեսզի քո ձեռքերը պատրաստես այդ թռիչքին, այդ անցումին։ Սրա մասին է խոսքը։ Շատ հեշտ է, ինքներդ կարող եք արդեն սովորել։ Հիմա արդեն կանցնենք հաջորդ էջին։ Անցնում ենք արդեն հաջորդ էջին 25։ Տեսնում ենք վերնագիրը արդեն գրած է slurs legato playing, այսինքն slurs դրանք այդ գծերն են, հա, որ ինքը կամարաձև, տարբեր slurs կան, հա, գծեր կան կամարաձև, որը որ նախորդ դասին մենք անցել էինք, որ դա նշանակում է պահված նոտա, հա, եթե այն մեկ գծի վրա է գտնվում, իհարկե նա մեջ ոչ մի ուրիշ նոտա չի հանդիպում։ Եվ իսկ այս գիծը այսօր վերաբերվում է լեգատոին։ Այստեղ ասում է slur is a curved line over or under notes and different lines or spaces. Այսինքն այդ կամարաձև գիծը, ինքը կամարաձև է, գիծ է եւ վրայից եւ ներքևից, հա, որ տրվում է նոտաների վրա եւ տարբեր գծերում կամ տարածության մեջ։ Այստեղ մենք տեսնում ենք մեր կամարագիծը, այսպես slurs ասում է play legato smoothly connected։ Այսինքն նա ասում է, որ պետք է մենք legato ինքը smoothly, այսինքն hard պետք է կապակցված սիրուն նվագել նոտաները։ Օրինակ ոչ թե այսպես վերցնելով, հա, առանձին, ոնց որ այսպես։ Սա առանձին է, իսկ legato այսպես հարթ իրար հետ կապակցված, իրար մոտ ավելի գտնող, հա, մատները, ոչ թե առանձին, դրա մասին է։ Այստեղ ներքևում ասում է slurs often divide music into phrases, այսինքն ասում է այդ ինչի համար են այս լեգատոները, սրանք որպես նախադասություններ են, հա, ոնց որ մի հեքիաթի մեջ մի քանի նախադասություն, արդեն ինքը հասցնում է իր գագաթնակետին, դրա մասին է խոսքը, որ ինքը այդ նախադասությունը, այդ պատմվածքը, ասում եմ music, այսինքն երաժշտությունը, հա, այդ պատմվածքը ինքը տարբեր ֆրազաների է, մասերի է բաժանում, դրա մասին է։ Հետո ասում է a phrase is a musical thought or sentence, այսինքն այդ ֆրազան, այդ մասը դա երաժշտական ինչ-որ միտք է, գաղափար է կամ նախադասություն։ Այսա որ նվագենք, տեսնեք, օրինակ այստեղ մեկ նախադասություն է, հետո արդեն երկրորդը, ոնց որ ասենք այդտեղ լինի հարց պատասխան, հա, թեմաներին է վերաբերվում իհարկե, իսկ այստեղ մենք ունենք մեր պահված նոտան։ Սա արդեն ոչ թե լեգատոին է վերաբերվում, սա մեր պահված նոտան է, որը որ երկրորդ անգամ չի նվագում, բայց պետք է անպայման հաշվենք, ինչքան որ չափը տրված է։ Այսօր ծանոթացանք ուրեմն նոր կանոնի հետ, դա մեր լեգատոներ, որ պետք է հարթ նվագենք, այսինքն ոչ առանձին, այլ իրար կապակցված նվագում ենք նոտաները, որ գեղեցիկ են, չի, ոնց որ ասենք պեդալն ենք վերցնում, այս անգամ ոտնակը չենք օգտագործում այդ երկարացման, նվագում ենք ձեռքերի օգնությամբ։ Ինչա վերնագիրը արդեն տված can I share, այսինքն ինչ կարող եմ ես կիսել, հա, ասել, moderately slow, այսինքն չափավոր դանդաղ է այս երաժշտությունը, մենք տեսնում ենք այստեղ արդեն սիմվոլները նորից, հիմա նորից վերլուծում ենք, հա, այս սիմվոլները մեզ կօգնեն արդեն, որպեսզի մենք ակորդները նվագենք, այլ ոչ թե փնտրենք, թե սա ինչ նոտաներ են, միանգամից արդեն մենք գիտենք, որ մեր դո ակորդն է, հետո արդեն մեր աջ ձեռքը մատը ձգվում է դեպի C, հա, այս G7, որ նախորդից արդեն սովորել ենք։ Այս
ակորդներն է շատ հեշտ է լինում։ Մենք սովորել ենք դադարի նշանները։ Տեսեք, այստեղ արդեն մենք 3 քառորդի մեր դադարի նշանն է, որը տրված է, ասենք, ամբողջի տեսքով, հա։ Իսկ այստեղ արդեն մեր քառորդ պաուզան է, որը որ համարժեք է քառորդ նոտայի։ Սա էլ ամբողջին համարժեք է, այսպես ինքը կախված, հետո այստեղ արդեն ոնց որ տեսնում ենք մեր մի նոտայից է սկսում, եթե դո դիրքից սկսում ենք օրինակ վերցնել, երրորդ նոտը ընկնում է արդեն մի վրա, մի, ֆա, սոլ, դո, ուրեմն 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 հաջորդաբար բարձրանում են նոտաները, հա, այսպես կարող եք մատներ, օրինակ, այստեղ տված է 3 4 այսօր 3 2 1 5 4 3 հետո էլի 3 2 1 5 4 5 այսպես պետք է նվագեք եւ լեգատո պետք է նվագեք, ոչ թե առանձին։ Հիմա այստեղ արդեն ես պետք է նվագեմ, տեսեք, արդեն սա աջ ձեռքում առաջին մեր հաշիվը դա դադարն է, հետո արդեն ակորդները 2 3, այսինքն դադար 1 2 3 նվագում ենք դադար 2 3, այսպես դադար 2 3 1 2 3 1 2 3, հա, այդպես հաշվում ենք։ Իսկ առաջի տակտը ընդհանրապես դադար է տեղի ունենում։ Հետո արդեն հեսա հիմա կնվագեմ դանդաղ, ու այստեղ վերջում մենակ ունենք արդեն մեր պահված նոտան, սա էլ ցույց կտամ։ Այստեղ արդեն ոնց է գնում, տեսնում ենք, արդեն ասում է what can I share with you to show my love is true, այսինքն ինչ կարող եմ ես քեզ ասել, հա, այսինքն ինչ կիսել քեզ հետ, որպեսզի ցույց տամ իմ սերը, որ այն ճշմարիտ է, հա, անկեղծ է։ Այդ loves all we need to share, ասում է to show how much we care, ասում է այդ սերը, որ մենք պետք է այն կիսենք, ասենք, to show պետք է ասում է այն ցույց է տալիս, թե ինչքան ենք մենք հոգ տանում դա մասին, հա, այսինքն իր սիրած էակի մասին է խոսքը։ Այստեղ ասում է slower, այսինքն դանդաղ, տեսնում ենք էլի արդեն, տեսեք, թեման, օրինակ, այստեղ ձախ ձեռքում է գնում, այդ ձեռքը ավելի պետք է նուրբ նվագենք, հա, այստեղ էլ է ձախ ձեռքում թեման, հետո արդեն թեման երրորդում ու չորրորդում, տեսեք, անցնում է արդեն աջ ձեռքում, այդ ձեռքը ավելի բարձր պետք է նվագել, այստեղ տրված է պիանո, մի քիչ ավելի թեթև, գնացինք առաջ, հիմա ուզում եմ ես շատ դանդաղ նվագել, որպեսզի կարողանամ համհաշվել, ձեզ էլ լինի հասանելի, այսպես, 1 2 3 է հաշիվը, ուրեմն, գնացինք, 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3, հետո արդեն հանգիստ պետք է մեղմ նվագել, աչն է արդեն գնում երրորդ մատով, 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3, Սա էր այսօրվա մեր դասը, սովորեցինք լեգատո, սովորեցինք մեր նոր չափման այդ մած սորթա, ժամանակի չափը, հա, 3 քառորդը, 1 2 3, սովորեցինք նաև մեր գլխավոր այս կես նոտան կետով, թե ինչ է այն նշանակում, սա այսինքն մեր այդ երրորդ տևողության նոտան է, կվարտ նոտա, հետո կես նոտա, հետո կեսը գալիս է կետով, հետո արդեն ամբողջ նոտա, սա բազան է, որ պետք է իմանանք, հետո գալու է արդեն 8-րդ
մեր 16-րդ թվականները, դրան է կանրադառնանք։ Իսկ հիմա արդեն մենք մեր մատները կվարժացնենք այս ակորդներով եւ այս մեր սովորական, բասիս մեր նոտաներու տևողություններով։ Սա էր այսօրվա դասը, հիմա ցույց կտամ արդեն ստեղների վրա, թե ինչպես ենք նվագում։ 24-րդ էջում ենք, ուրեմն այստեղ արդեն այս ձեռքում ցույց է տալիս մեր դադարն է, չենք նվագելու ու ֆորտե ենք նվագում առաջին տողը։ Գնացինք 1 2 3 1 2 3 1 2 3 1 պաուզա։ Նորից հիմա ձախ ձեռքը արդեն մեղմ 1 2 3 1 2 3 Առաջի տողը պաուզա ունենք, իսկ երկրորդ տողում արդեն ցույց է տալիս, որ 3 տևողությամբ պետք է պահվի այդ սիմվոլը կետով։ Իսկ այստեղ արդեն մեզ ցույց է տալիս, որ մենք պետք է պարապենք։ Հետո գալիս ենք արագ ստեղ։ Հետո արդեն ավելի վերև ենք բարձրանում։ Պաուզան հենց դրա մասին է խոսքը, որ Այսպես, անցնում ենք արդեն 25-րդ էջը, այստեղ արդեն տասյավատ can I share, սրա մասին է, տեսնում ենք արդեն դիրքավորում ենք, մեկ նվագեմ դանդաղ, երրորդ մատով ենք սկսելու ու տեսնում ենք արդեն պաուզաները մեր առաջին ուրեմն չափման մեջ պաուզա ունենք ամբողջ եւ այստեղ արդեն հետո գալիս է քառորդ երկրորդ մեր չափման մեջ, հետո արդեն գալիս է երկու անգամ մեր ակորդները։ Այսպես օրինակ պետք է հիմա հաշվենք 1 2 3 Պիանո ենք նվագում, աչով ենք սկսում, թեման գնում է արդեն աչ։ 1 2 3 Ինչպես տեսանք, արդեն մեր այդ պահված նոտաներ վերջում եւ նվագեցինք լեգատո։ Լեգատո հենց լսում եք, իմացեք այդ կամարաձև, որ մենք նվագում ենք նոտաները իսկն առանց հանելու։ Իսկ եթե նոն լեգատո է, արդեն պետք է նվագենք այսպես։ Սա էր արդեն մեր լեգատոյի մասին եւ իմացանք արդեն պահված նոտան որն է, որ չշփոթենք, պահված նոտան լեգատոյի հետ։ Սա էր այսքանը այսօրվա դասի համար, կանցնենք արդեն հաջորդ դասը 26-րդ էջի։ Շնորհակալություն եւ հաջողություն։